Մեր ժամանակ անպայման դա մոդա էր։ Բայց այն ժամանակ է նես չէր որ մենք ձանձրանում ենք, մենք ուղղակի գտնում ենք ինչով մեզ զբաղացնեինք։ Շատ վատ էր, ցուրտ էր, բայց ժպիտով է դե։ Ձեն մեր մուլտիկներից հետո այդ որ տեսնում ես, սենց աշկերտ պլշում է։ Այն թրաշով կյար տղան ինչ է։ Չակ Նորրիս։ Չակ Նորրիսը։ Չակ Նորրիսը ասում են մեզնից հեռացավ։ Կարատը սիրել եմ, բայց որ ասենք ֆանատը լինեմ, չէ։ Վանդալիզմով է զբաղվում։ Ապագա դասախոս մարդ։ Ողջույն Հարութ։ Ողջույն Մխիթար։ Ուխ, հա, այդպես բանակային էր, բայց այսօրվա մեր հյուրը բանակի հետ կապ չունի, կամ էլ երևի ունի, ես չգիտեմ, մենք իրանից կիմանանք, բայց ոչ մի պարտավորեցնող բան չեմ ուզում ասել, որովհետև երբ որ ներկայացնում են, ասում են, լսին այս լավ հումորով բան, ստիպված ասում ես լավ, ինչ հումոր անես, էլի, բայց իսկապես հումորը պայծառ, պիտի ասեմ, որ շատ լեզուների տիրապետող, նաև էկրանից շատ շատերին քաջ հայտնի եւ հարազատ Նարեկ Մարգարյան։ Այո, հրավիրում ենք։ Ողջույն Նարեկ ջան։ Ողջույն Նարեկ ջան։ Տեղափոխվեցինք 90-ականներ։ Այո, Դե բարև ձեզ։ 90-ականներ, բարև ձեզ։ Ես ինչ տակ հակնված եմ եկե։ Դե ես մի քիչ ավելի վաղ սերնդից եմ, 77 թիվ, մի քիչ կոփված ավելի։ Չնայած դուք էլ առանձնապես 90-ականներից հետո չեք։ Դե հենց այդ ժամանակ էր էլի։ Երբ որ կոփվում ենք։ Հա, կամաց կոփվում ենք, բայց եւ լավ է։ Չէ, դու եւ մտածել ես դի ցուրտ լինի ստեղ։ Հա։ Ես գիտեի։ Գլխից գալիքը գիտեի։ Հա, Նարեկ ջան, դա մեր այս զրույցների ընթացքում գիտես, խոսում ենք այդ կոլորիտից, այդ ջերմությունից, այդ որ ասում ենք շատ վատ էր, ցուրտ էր, բայց ժպիտով է դե։ Բայց ժպիտով ու մի հատ ուրիշ sense բան կար, ջերմություն կար մարդկանց մեջ, այն որ մուտքում բոլորը իրար ճանաչում էին, իրար տուն գնալը տենց ինչ որ սովորական երևույթ էր, իրար տանը հավաքվել Սանտա Բարբարա նայելը շատ սովորական, ու դաժե ունիկալ դեպք կար իմ աներոջս արդեն պատժեզնում, որտեղ էլ դիմացի հարևան ասում միշտ իրաց մոտ էին ինչ-որ նայում, հետո բան, որտեղ Լևի Լուիս կար, հետո Լևի Լուիսը եկան ուշում, որ Լևի Լուիս կան ու իմացան, որ այդ հարևանն էր։ Զեյթունում էին ապրում, բայց այնտեղ հացի փռից բան քաշում էին, էլի իրականում, այնտեղ բանի տրոլեյբուսի գծից էին։ Դա տրոլեյբուսի պարկից էին քաշում, հա։ Մենք ավտոբուսի պարկից ենք քաշում Դավթաշեն։ Հիմա բացահայտվում է ով որտեղից ինչա քաշում։ Հետաքրքիր է, էլի որ գալիս եմ նայում են Լևի Լուիսը բան։ Նարեկ շատ ուրախ ենք, որ այսօր մեր հյուրն եք։ Շատ ուրախ ենք, որ այսօր մեր զրուցակիցն եք, այսինքն միասին ենք զրուցելու, որովհետև միշտ ասենք էկրանից ձեզ տեսնում ենք երկուսով եք ու լավ սուր ինտելեկտուալ հումորներով հարուստ մարդիկ եք երկուսդ էլ, իսկապես շատ դա ինձ թվում է գալիս է վաղ ժամանակահատվածից, այսինքն հենց այդ 90-ականներից, որ մարդ ավելի է հարստանում։ Դե TV չկար գիրք են կարդում, դե շատ բան է, գիրք էին կարդում։ Այլ զբաղվածություն չկար, էլի։ Հա։ Այս գաջետներ, Չէ, այս զբաղվածությունը բայց կար։ էլի տալմեմ դրան, էլի որ Չէ, այս շեղող բաները պարզա չկային, որ դե հիմա շատ հեշտ է, էլի, հա, միացրեցիր հեռախոսը ու կարաս 8 ժամ մեջ անցկացնես չթարթես։ Բայց այն ժամանակ է նես չէր որ մենք ձանձրանում ենք, մենք ուղղակի գտնում ենք ինչով մեզ զբաղացնեինք, հա, ամենահետաքրքիր խաղերն էինք խաղում, ամենավտանգավոր տեղերն էինք ընկերներով դուրս գալիս գնում, բայց այդ ամեն ինչը ինչքան տեղից ենք նես չէր որ մենք հիմա ինչ անեմ մոտակա մի ժամ, հեյ Դու 90-ականներին արդեն 10 տարեկան էիր, արդեն 93-ին դու 10 տարեկան ես եղել։ Տպավորված բաներ կան, որովհետև երեխայի հիշողության մեջ, 10 տարեկանը երեխա է, չես կարող ասել պատանի է, բայց երեխայի հիշողության մեջ ավելի շատ է տպավորվում, քան ասենք մեծ հասակում ինչ-որ բան։ Կարամ համ ինչ-որ դրական բաներ պատմեմ, համ շատ բացասական բաներ։ Արի, հա, բացասականն էլ էլի ժպիտով, բայց պատմեմ։ Բացասականը օրինակ բան էր, հենց մեր տան դիմաց այդ արդեն Վատլուրից եկա, այդ արդեն Զեյթունումի դեպ
Այն Արցախ խանութ կա, հանրախանութ էր, ոչմ, Արցախ խանութներ, ու այդտեղ չեկով հաց էինք ստանում, ու մեր տանը 3 հոգի էինք, այսինքն ես դա ինձ էին ուղարկում հերթ կանգնել, որտեղ դի միշտ ստանալը մի 3 ժամ պետք է հերթ կայներ։ Հետո երեխային մատնաքաշի, երեխան փոքր կավեր։ ոչ ամբողջական մատնաքաշ էր, էլի քառորդը չկար, դրա հերթն էր կանգնում։ Ու դե ոնց որ դες նորմալ էր, էլի, այն ժամանակ դուք ես չէր հարցնում, մի րոպե, ոնց եղավ որ միջև այդ հացը պապա միշտ բերում էր, մեկ էլ հիմա պետք է իր համար հերթ կանգնես։ Ու չեկով։ Ու լավ հիշում եմ, հա, այդպես տականք մարդիկ կային այդ հերթերում, որ սենց իրաց ծանոթներին էին բերում շուտ անցկացնում։ Մարդիկ այն այդպես շատ սենց անդուր բաց էր արում, ես մի անգամ հիշում եմ պատիկիս հետ էինք ինչ որ տենց էլի հերթում հացի թե ինչ որ ալյուրի ինչ որ բան էինք, ու մի ոստիկան կար, ես շատ փոքր եմ էլի այդ վաղտերը, բայց այդ ոստիկանի դեմքը որ հիմա ասես մտնի ստեղ հաստատ կճանաչեմ էլի, ինքը ոնց էր մարդկանց էս չեր թողում բաններ ու իր ինչ որ ընկերներին ծանոթներին բերեց, ոնց որ որտեղ պետք է վերջանար, ասես տվեց բանը, էս մի հատ մունատ էր գալիս, ու ասես մի ամբողջ հերթ մարդիկ ասես կանգնած հանդուրժում են այդ մի հոգուն էլի ինչա ինքը պագոններով էր, հա, բայց այդ մարդուն հասնում էր sense վրայով անցնեին, որ ինքը կյանքում այդպես բան իրան թույլ չտար, բայց մի խոսքով այդ այդպես բացասականներ տվել ու այդպես բացասական։ Հա, բայց դրականն էլ կար էլի, ինչ որ sense լավ բաներ կար, օրինակ հիշում ես Փարոսը։ Իհարկե, Փարոս էինք տատիկներին, պապիկներին Z USAID ինչ որ sense brains բան, հա, մենք էլ բակի երեխեքով տատիներին օգնում ենք բարձրացնել, որտեղ հենց տարեց մարդկանց էին, հա, ձվի փոշի, սա բարձրացնում ենք, այդպես յունի Տիմուրովցի այդ վիճակներ էլի, մի խոսքով տեցի։ Իսկ ամենավատ բանն էլ sense ժամանակի հետ, sense ոնց որ ես вообще sense հակված եմ չհիշել էլի բացասական բաները, բայց դրականները ոնց որ գալիս վերցնում են այն ինչ որ տես շատ վատեր, նույնիսկ դա ավելի լավ է հիշում։ Իսկ եղել է տենց բաց այդ որ ասեն հələ նայ մի մատ երախուն ուղարկել են որ առանց հերթը առնի բանման դարա դեռ չի չունեն նախ ոչ մի առանց հերթ չէր առնում չէ մեկ անում էին ակառակը որ տենում էին երեխայա տենց առթավորում էին փորձում էին այդպես հետ մղել իրանք մերը բանի հիմա էլ կա էլի դա մի հատ հարցնել է գոյատեման ժամանակ էր հա այդպես շատ ակն հա այդեն ավտոբուսներ գոյա պայքար ախված բան բրից չէ նորդ եմ հիշել որ ինքնաթիռների մեջ էին նույնիսկ կանգնած մարդիկ հա ես գիշեր գնացել ճիշտ ես ասում շուշուտ հա որտեվ պապան գործեր ուներ Մոսկվայում բան տես մենք 90-ականների կարելի ասել են ամենավատ մասն ենք ապրել Հայաստանում որտեվ եթե 94 թվից մի կարճ ժամանակ Լեհաստանում ապրեցինք մի կես տարի հետո արդեն Մոսկվա տեղափոխվեցինք ու ես ամենամառը էլի Հայաստան գալիս ես այդ 91 2 3 թվերն եմ տես որ իսկականից բան չկար, հետո մի քիչ արդեն տենց ավելի երկարային լույսը տալիս բան։ Հա, բայց շատ վատ էր, էլի այդ չեկով հացերն էլ իրանք երևի մենակ 92 այո, այդ թվերին էին 91 92 93 մինչև 93 թիվը, այո, չեկով այդ հացը դրամի բան էր նոր կապ։ Այ դրամը որ շատ փոխ։ Մեր այն օրը գիտեք ինչ ենք խոսում, դες հիմա ինչ որ կինդերն երեխեքը հավաքում, որ էլի տենց խանութներում դեֆիցիտ է, որտեղ շատ են առնում։ Մենք հիշում ենք, որ այն վաղ ինչքան թանկ արժեր կինդերը, էլի, որտեղ ինքը կարողություն էր 1000 քանի դրամ էր։ Պարագայում, երբ որ հացը, ինչքան էր հացը այդ ժամանակ 140, չէ, 100 չէր հասնի, ճիշտ է։ Այնինքն այդքան ավելի թանկ էր, էլի, ոնց որ հիմա պատկերացրեք կինդերը, տենց 20000 դրամ էր, էլի, ինչ որ այտենց մի հատ բան էր, էլի։ Չէ, հիմա էլ է ժան չի, դա բայց էլի է ժան չի, բայց այդքան չի, էլի, հաց կինդեր հարաբերությունը։ Դե ասում էիր Նարեկի մասին շատ բան գիտեմ։ Ինձ ասել ես, բայց որ Նարեկը սովորել է Բրյուսովում։ Դե այդ արդեն 2000-ականներն էր։ Հա, այնտեղ հետաքրքիր բաներ էլի։ Մենք բայց ոնց որոշում կայացրեցիր։ Դե ես լեզուներից լավ եմ։ Պոլիգլոտ։ Հա, շատ արագ եմ սովորում։ Ինձ մի քանի օրով լյուբոյ երկիր գցեք, ես կսկսեմ ինչ որ ֆրազներ արդեն իրար միացնել, բանանել ու հասկանալ ինչ եմ խոսում։ Դրա համար տենց համ սիրում եմ, համ հետաքրքիր է։ Իսկ մեռած լեզուներից Դե անցնում ենք լատիներեն անցել ենք, հա, Գաուդեամուսի գիտուրը երգում ենք, բայց ինքը պրակտիկայում պետք է գալիս զուտ խելոք թվալու համար, որովհետև երբ որ ապրիորի ասում ես ինչ-որ լատիներեն բան, հոմինի լուպիս էս բան, մեկից խելոք մարդը տպավորություն է ստանում դրա համար։ Իսկ այդ երգը, որ երգում եք, ինչ էր դա, հիմն էր, ինչ էր։ Դա ուսանողության հիմն է։ Հիմն էր։ Հա։
Nos Juventum senectutem nos nanestem. Համել դաշնամուր ես գնացել։ Չէ, որ ցած ծառեցի, իսած։ Մեր ժամանակ արդեն երաշտական դպրոցների ժամանակ չկար։ Ճիշտ ես։ Բայց ես ինքս եմ սովորել։ Ձեր ժամանակ այլևս չկար, եթե 2000-ականների մասին ես ասում։ Հա։ Որովհետև մեր ժամանակ անպայման դա մոդա էր, այսինքն դա մոդա էր, պետք է երաժշտական կրթություն ունես, պետք է տանը դաշնամուր ունենաս։ Եկան կասետները ու սկսվեց կարատե, տեյկվանդո, ուշու, կունգ-ֆու, Bruce Lee, Jackie Chan, այն թրաշով կյաշ տղան ինչ է։ Chuck Norris։ Chuck Norris-ը ասում են մեզնից հեռացավ վերջերս, բայց Ասում են։ ոչ մեկի հավատը դե ինքը հաղթում է մահին, էլի։ Այդ մահը բան իր պաշտոնը զիջեց Chuck Norris-ը։ Մի քանի անգամ Bruce Lee-ն ապացուցել է, որ ինքը չի կարող հաղթել մահին, այսինքն ֆիլմերում։ Բայց դե Բայց դե ինչ են ու ես օրինակ ձեզ կերպարներ էին մեր համար sense կուրքեր էին։ Հա, դուք ֆոտոյում արել եք Bruce Lee նկարներ։ Որտեւ դա լավ հիշում եմ։ Ֆոտոներում վաճառում էին հայտնի դերասանների նկարներ։ Հա, արել եք, Հա, որտեղ կերպակներից հա, չկար, այդ հələ միջև տիպլներն են, կարտոչկեք, պանինի բանման, դու պետք է պրոստը ֆոտոից նկար առնել ու ինչն է հետաքրքիրը տեղ։ Էդի շատ երկար պերիոդ ա եղել, որտեվ ես ալբոմների մեջ գտել եմ այդ արդեն Պապայի Շուտ Gina Lollobrigida դա բան ասեց այդ ֆոտոներ այդ նույն լոգի Sophie Loren գեղեցիկ ֆոտոներ։ Հա, Sophie Loren, ման այդ ֆոտոներն էին ծախում ու հələ մենք առել ենք Bruce Lee նկարներ, Schwarzenegger-ի, Stallone-ի, հա։ Վայ, ահա։ դե կարտով գրում էինք էլի ասեն պրոստու նկարի վրա խաղում էինք։ Հա, դե բաներ։ Հա, տես բաներ եք արել, չէ, ես չեմ ունեցել օրինակ այդ նկարը։ Չէ, ես որովհետև այդ ֆիլմերի նայ, կարատը սիրել եմ, բայց որ ասենք ֆանատը լինեմ, չէ։ Օ, ես ապրում եմ ֆանատը չէի։ Ես գիտես ոնց է։ Կուլակ 30-ին չես տեսել։ Ես նայել եմ։ Բոլորն եմ նայել 100-200 անգամներով, բայց մեր բակում մենք դրանով ապրում ենք սաղ նինջաների ֆիլմերի հետ։ Հետո կիսվում եք, բան մոմենտը հիշում ես, որ sense կորած, մենք ամեն ինչը Հետո սարքում ենք։ նինջակերյաները Հետո էդի մի քիչ ավելի ուշ, կստացի խոսանք դրա մասին, որտեղ հետաքրքիր բան եմ ասելու, բայց ում ասում ենք որ տեսնում էինք, բակում այդ սա սարքում էինք, մեկ այն դիմ շաշկեքը սարքում էինք։ Վերցնում ենք ձվի կլեպը, իրան sense մանրացնում ենք, փոշի ենք սարքում, բանի մեջ, ֆոլգայի մեջ, հա ինչ որ ուրիշ բանել ենք խառնում։ Մի խոսքով էդի որ վառում գցում էր, sense լիքը ծուխ էր գալիս։ Արտիճը հալածնում ենք, արստղիկներ ենք սարքում, դեբիլություն։ Արտիճից ինքը տենց Հա, բայց կարայք վտանգավոր բաներ եք։ Տանգավորում մարդիկ ձեռքին էին հալածած արտիճ տապում, հա մենք շատ անասուն բաներ ենք անում, որ Չէ, մեր ժամանակ փայտից բաններ, փայտից որ սարքում էինք պիստոլետները։ Հայտից կրակ էինք ստանում։ Փայտից կրակ էինք ստանում։ Արբալը չեք սարքում են, բան է, շպիլկան լվացքի Բուգաչներ կային։ Պիլկաներ կային sense ձերի աշխատանք էին։ Նարեկ ջան, որ ասացիր հետո կխոսենք այդ թեմայով, այսինքն կադրից դուրս եք Չէ, խոսելու, թե հա, հիմա հետո ինձ թվաց ավելի ուշ։ հա, քիչ ավելի։ Biz նինջաները գիտեինք ինչ էր։ Ես այ որ գնացի Լեհաստան ընդեղ առաջ անգամ տեսա Չիրիպաշկինին, որովհետև հələ ռուսական ալիքները չէին ցույց տալիս։ Ուսուս մի անգամից այն մեր մուլտիկներից հետո այդ որ տեսնում ես, sense աշկիրդ պլշում է բան, կոչվում էր Voyovniche Julve Ninja։ Ժուլվը կրիան է լեհերեն ու ես այդ սերիալը նայելով լեհերեն եմ սովորել որովհետև ոչ մի սերիա բաց չէր թվում Դե տաղանդը էլի, այդ շնորհը էլի որ տված է քեզ 2 տարի հետո նոր Dvazhdy 2 ռուսական ալիքը սկսեց ցույց տալ ուտեղ բոլորը նայում էին այդ արդեն 96 երևի 5 թվերներ ու մենք Բաքվում տղեկով խաղում էինք նինջա կրիաներ 4 ընկեր էինք, ամեն մեկս մեկն էր, չէ։ Ես Միքելանջելոն եմ։ Հա, Միքելանջելո։ Միքելանջելոն եմ, միջև իմ ամենաշատը սիրում։ Հա, ու կստացի ինքը նենց լավ շարունակություն է ստացել, էլի over այս թեմայի մեջ, հա։ Դե բարձրային մեր իմացած մուլտսերիալը 90-ականներին պրծնում է, այդտեղ տես մի քանի հատ էլ արելում ֆիլմերը, բան, բայց ինքը կոմիքսների աշխարհում վերևը կարամ ցույց տամ, էլի ես այդ շարքը հավաքում եմ, ինքը շատ լուրջ կոմիքսներ ունի, շատ հետաքրքիր, շատ խորացված այդ ամեն ինչը շարունակվում է ու դրա տենց ապոֆեոզը մարդիկ ով իսկական էլի փուչերվախ սիրել եք, կա տենց մի հատ գիրք, գլի կոմիքս տենց բավականին հաստ, կոչվում է Последний Ronin, The Last Ronin, որը պատմում է, որ այդ 4-ից մենակ մեկն է մնացել ինքը շատ տխուր պատմություն է, որ ով որ
ապրել է փուճ ժամանակ դրանով, դա պետք է կարդա, որովհետև sense համ վերադառնում ես մանկություն, համ այդ ամենը sense ավելի հասուն, վտանգավոր աշխարհում է, էլի, հա, դրած, ոչ թե այդ մուլտիկն է։ Այսինքն հոբի ես ունեցել կոմիքսների Այդ էլ, հա, որովհետև երբ որ Լեհաստանում բնականաբար առաջ անգամ երկար ես ապրել։ Չէ, մի քիչ տարի, բայց իրանց մոտ կար էլի ոնց որ ամեն ինչը տենց ինչ մի քանի հատ ունեի, բան, հետո Մոսկվայում էլ այդ 90-ականների փուլում սկսեցին շատ հրատարակել, որովհետև տենց այդ ամերիկյան էքսպանսիա շատ ուժեղ էր 90-ականներին, ու իրանք էլ տենց հրապարակում էին, մենք Հիմա ունես տանը։ պետք է կարդային։ Նույն 90-ականներինը չէ։ Հիմա այս ավելի նոր բան էր։ Ես օրինակ իմ մարկաները որ ունեմ, տենց կլասյոր ունեմ։ Հա։ Մի քանի հատ մարկաներ էի հավաքում, տենց հետո կոպեկներ էի հավաքում այլ Պապաս էլ հələ լիքը ունի մնացած մարկաներ։ Հա, անդադ ինձ ասում են որ միտեղ ծախի, բայց ոչ ոք չի առնում։ Այդպես բան։ Վերնիսաժ փորձել ես։ Վերնիսաժ։ Չեմ փորձել, հա, բայց ավելի լավ ինչ որ դրսի վրա։ Իդեպելի այդ էլ ինչ-որ հոբի էր, որ հիմա այդպես շարունակություն ունեցա, որովհետև այդ Լեհաստանում էլի առաջի բաներից մեկը, որ բացել էի Spider-Man-ի մասին կոմիքսեր, ու անցած տարի ես թարգմանեցի առաջի Spider-Man-ի պաշտոնական կոմիքսը հայերեն։ Ինչ երեխեքի համար հա դուրս եկավ ու տենց իմ համար։ Իրանք էին պատվիրել։ Դե զանգակ հրատարակչությունն է հրատարակել ու իրավունքները գնել են ու առաջի անգամ էր որ Spider-Man-ի մասին հենց կոմիքս հենց հայերեն հրատարակվի է։ Իսկ ֆիլմեր թարգմանել ես, օրինակ, որ ֆիլմեր կրկնօրինակման համար։ Հա, կրկնօրինակման համար եղել է որ թարգմանում, բայց այդ սիրված բաներից տենց չի եղել էլի որ ոգևորված։ Հաճույքով չես արել։ Իսկ սա Spider-Man-ը հաճույքով ես արել, որովհետև ես համեմատական եմ ասում։ Հա, ինքը ես տես կարելի ասել երկու օր եմ արել, որովհետև այդքան sense վարված էի այդ մտքով ու sense նվիրում էի ինձ դրան։ Իսկ խոսքով եմ դա մի հատ սուրճս չխմեցի։ չխմեցի։ Տեսա որ ասացի որ մանկական Գիրքը։ գիրք ես։ Հա, էլի էլ գիրքն էլ երևի ուղիղ կապ ունի 90-ականների հետ, որովհետև ես որ իրան գրում եմ ինքը այս ժամանակում ա դրված, բայց իմ մտքում մերեն 90-ականների երրորդ մասի Տատիկենստան բակն է, որտեղ մեր ընկերներն են, ինչ-որ մոտ որ ես պատկերացնում եմ ինչը որտեղ է, այդ բակն է։ Մանկության մեջ ով ա։ Այդ որ բակն է։ Այդ որտեղ որ այս նույն նինջա կյաներ որ խաղում էինք բանես որ պատմում, դա հիմնականում Տատիկից բակն է, որովհետև սաղ ամառները ես անցկացնում էի Հայաստանում։ Որտեղ է, ուզում եմ ասեմ։ Երրորդ մաս շուկայի։ Երրորդ մաս։ Շուկային որ նամես ձախկողի բակն է։ Հա, էլի այնտեղ էլ դեռ շատ փոխվել է իրականում ամեն ինչ, բայց Արժենց այ ապրես, հենց այդ բակն է։ Ու էլի տես շատ լավ ընկերություն, միջև հիմա իրար հետ շփվում ենք այդ երեխեքով բան, այդ սաղ դեպքերը տեղ էր ու որ գրում եմ մտքումս տեղափոխվում եմ այդ բակ իրականում, որովհետև շատ հարազատ է։ Երրորդ մաս, ես երրորդ մաս ծնվեցի մեծացա Ծերեթելի անկյուն հենց այդտեղ։ Բայց 5 տարեկանից տեղափոխվեցինք Ավանարինչ ու տենց դպրոց։ Դու կարող ես տեղափոխվել երրորդ մասից, բայց երրորդ մասը քեզնից չի տեղափոխում, հա։ Ինչ մնացել է հետքը թողել է, այդ երևում է, չէ, ակնհայտ։ Ես անգամ լավ կբերեմ թզբեղս։ Հիմա Նարեկ ջան, այս իմ գրքի 90-ականների գրքի քո տարբերակն է։ Մերսի շատ, ես շապիկը արդեն գերեց, որ նայեք հələ ինչ լավ է մտածած։ Հա։ Դերի վիդեո կասետ։ Մեծ սիրով, հա։ Բայց պետք է գրես միտեղ, որ չփորձել մտցնել բան։ Վիդեո։ Ամերիկայի որտեղ պետք գրեք, որտեղ սաղտի անպայման մանրամասն պիտի ասես, որ հա մարդիկ չտանը, ճիշտ ասում, կարող է դատի տանել, այսինքն տանի դնի, ասի խափում եք, իսկ չի աշխատում։ Եկներով հիշում եք ինչքան արժեք ունեին 90-ականներին, որ կասետ առնում էր, հետո ես մի հատ թուղթ էր տիպ, որի վրա տարեր էին, այդ տարերը, այդ տարերով կարեր կինոյի վերնագիրը հարկել, ու դա շատ թանկարժեք բաներ մի խոսքով էլի, տենց իրար հետ փոխանակ։ ամեն մարդու բաճերը Կասետից թանկարժեք էր։ Չէ, կասետից դժվար։ Նայած կասետ։ Կեսգին, հա, նայած կասետ, դա էլ կա, հա։ Այս շատ լավ է 90-ականները։ բովանդակությունը մեր դրած թեման Жизненный։ Դա կարծացիր, բայց։ Չէ։ Հա, ժանրն է։ Հարություն Հարությունյանի գիրքը պետքա քեզ հրավիրենք անպայման այո Հա, մեծ սիրով։ Նաև Սերգեյին։ Նաև Սերգեյ։ Հա, ասացիր որ ընդունվեցիք Բրյուսով այդ ժամանակ ու երկու տղա
ուսանող էին այդ կուրսում Ամեն եւ այդ երկուսը դուք եք անբաժան ընկերներ։ Չէ, ես ու Սերգեյն նույն խմբում չենք։ Չեք եղել։ Իսկ մեծ, ահա, ինքը Չասում։ ուրիշ կուրս էր, բայց ընդեղ ենք ծանոթացել։ Հա, Բրյուսելում եք Հա, ծանոթացել։ դե որտեղ Մի քանի կուրս մեծ էր, թե շատ։ նույն կուրսից չենք, հա, նույն խմբից չենք։ Սկզբում իր աղբոր հետ եմ ծանոթացել, որ նույն տարիներ թե։ Եղբայրը ավելի մեծ է, թե։ Չէ, ավելի փոքր է, որ իրանց հետ շփումը ավելի շատ էր, էլի ամենասկզբում, հա, որովհետև իրանք մեր խմբից ինչ-որ աղջիկ էին հավանում, գալի։ Դե հա, Բրյուսելում Հա, միշտ։ բայց Սերգեյի մասին իմանալը էլի հենց տենց սկսվեց, էլի մի հատ 90-ականների այդ մշակութային ֆենոմեն, որը Սիմփսոններն էր։ Ես շատ էի սիրում ու բանի վրա, սեղանի վրա Բարտ Սիմփսոնին էի նկարում գրիչով, տենց վանդալիզմով էի զբաղվում։ Ապագա դասախոս մարդ, նույն բոյի, տենց Բարտին եմ նկարում, ու Սերյոգի աղբերը ու մեր Արմենը եկան, տենց տեսան, ասին, այս բան Բարտին ես նկարում, ասես Գուրիկի աղբերն էլ է Սիմփսոնների ակումբ ունի։ Ինչ բան, ասում շաբթում եք հավաքվում են կասետով Սիմփսոններ են նայում, ասին, ինչ-որ մեկն է կա որ սիրում է։ Ու այդ բանը էլի ինքը տենց շատ հավես երգիծանք ունի իր մեջ, որը ժամանակի ընթացքում տես չի խամրել, էլի, որ մանավանդ հին էպիզոդները նայում ես, ինքը տենց շատ սրություն եւ լուրջ թեմաներ կան այդ թվացial բաների տակ, էլի, ու ոնց որ երկուսից էլ հենց դա շատ էր գրավել, էլի։ Ընդհանուր հա հետաքրքրություն ունեի։ Հա, դու ես նայում ես լավ։ Նա ոնց եք չծանոթանում երեխա վախտ ինչ որ, հա, դու Վանդամի սիրում ես, այս եմ սիրում, դե արդեն ընկեր ես։ Հա, բայց այդ ժամանակ 18-19 տարեկան։ Հետո լավ ավարտեցի 20 ու 20-21, հա։ Հա։ Հա, բայց հետո անցավ ժամանակ նոր ստեղծվեց, չէ՞։ Լսի շատ այնց ընթացքում էր ստեղծվում ամեն ինչ, որովհետև զուգահեռ մենք ստենդափ էինք փորձում անեինք, այդ արդեն 2006 թիվն էր։ Առաջի անգամ դա այդ ժամանակ բայց արտի չէր։ Դե իսկ մենք մի քիչ առաջադեմ էինք, Այո։ մենք արդեն DVD-ներով, ոչ թե կասետներով նայում էինք Ջորջ Կարլին ու ուրիշ հայտնի ամերիկյան ստենդափերներ, հետո արդեն սկսեց Comedy Club-ը դուրս գալ, որը ինքը իրան չէր անվանում ստենդափ, բայց այնտեղ հատվածներ կային, որոնք ակնհայտ ստենդափ էին, էլի։ Ու դրանով ողջավորված առաջ անգամ մեր տանը արեցինք, այնց ընկերներով հավաքվեցինք, որ մեր գրած բաները ցույց տվեցին, շուտ խնդում են մեր ընկերները, օքեյ։ Հետո ստոպ ակումբում սկսեցինք անել այնց տարին մի քանի անգամ, ու արդեն մարդիկ փող էին տալիս, որ մեզ նայեն։ Հրաշալի։ Հետո տենց արդեն աստիճանաբար անցավ կայք արեցինք երգիծական լուրերի, սկսեցինք նկարել ինչ-որ բաներ, որտեղ հələ YouTube-ը այն զարգացվածություն չուներ, որ մարդիկ նայեն, որտեղ շատ դաղ էր էլի լցվում։ Հա, փորձում ենք տենց TV-ներ թափանցել այդ մեր նկարածով բանում։ Մի խոսքով դա շատ օրգանիկ եղավ, էլի, այսինքն մենք շուտ լուրջ աշխատանքների, որ անցել էինք, նույն USAID տարբեր ծրագրերում էինք երկուսս էլ աշխատում, զուգահեռաբար անդադ փորձում ենք ինչ-որ բան ստեղծագործել։ Բայց հիմա էլ է շատ օրգանիկ։ Այսքան քանի տարի արդեն եթերում եք։ Դե իսկ գաղտնիքը հենց դրանում է, որ այս մենք տենց կոպիտ ասած ձրի էլ կանեինք էլի, այնքան մեզ հետաքրքիր։ Հաճույքի համար։ Հա, հաճույքի համար, հա, այդպես կոնկրետ նպատակը չի եղել գումար աշխատել։ Այն աշխատել։ տարբերակը չի էլի, որ ինչ որ ես TV-ում շատ է էլի տես տեսնում, ոնց որ չգիտեմ, այսօր մարդը սպորտի հաղորդավարն է, վաղ իրան ասում են երաժշտական շոու կվարես, հա, ինքը 2 տարի երաժշտական շոու է վարում, հետո մեկ էլ լուրերում է հայտ։ Մերը տենց հենց մեր նախասիրություններ էլի, հա։ Ձերն է հենց։ Մոտավորես հաղորդման նմանարի։ Մոտավոր, հա, ճիշտ է, որովհետև մեր նախաձեռնությունն է եղել, այսինքն հիմունքը չի եղել ֆինանս աշխատել, այլ հա, որտեղ մենակ այնա ինչ որ դու ինքդ ուզում ես անես, այնա ու դրա մենակ դրա վրա կարաս ժամերով աշխատես։ Ժամանակը բերել, այդ հիշողությունները, այսօր ասում ենք, այս կարմիր եւ սև էկրանի մեջ ինչ են, 12 վոլտանոց բանն են, հեռուստացույցները, որ ակումուլյատորով էին աշխատում։ Դե հարցրեցինք մեր հյուրը Կարիններ Քոչարյան, դե հարցրեցինք, ասեցինք ի՞նչն է այս արկղի մեջ, դե իրան հատուկ հարց է, չէ՞, ինքը միշտ հարցնում է ինչա սև արկղի մեջ։ Բռնցրել եք դուք եք հարցնում իրան։ Դու հրավիրել էինք առիթից օգտվելով, հա։ Դե հիշողությունն է։ Հիշողությունը գեղեցիկ բան է, գեղեցիկ։ Ու էդ էլ էր էլի հետաքրքիր մի հատ շրջան էր, որ ինչ որ
շատ այլ ընտրանք չկար որևիցե բան դիտելու դրա համար կային հաղորդումներ, որոնց համար բոլորը հավաքվում էին, ու այդպես իրադարձություններ, որը չես կարա բաց թողնես, որովհետև ինքը հենց այդ պահին էր։ Հա։ Եթե դու այսօրվա, չգիտեմ, մետելներ Կարքինը, թե ինչ որ Կավենի մեր թիմերից մեկի Նոր հայերը, Երեմի երեկոյան չէր նայել, դու առավոտը вообще խոսակցության մասնակից չէի։ Ով ես դու։ Կյանքից հետ էր։ Հա, դու նոր հայերի երեկվա ելույթը չես նայել։ Ով ես դու։ Դե հայթ էր այդ կասետը։ Նոր տարվա գիշերը գնաս քնես։ Հա, ինքը դուրս են գալիս, Բաքուն բոլորս գիտենք, բոլորի տեքստերը անգիր։ Ու բան ենք անում, ասենց շուտ կտորներ ենք վերհիշում, բան։ Մի խոսքով այդ էլ այդ ամեն բանը իրադարձություն էր։ Ֆինալը, ֆինալը, աշխարհը ճանաչելու ինֆորմացիա։ Մի հատ էլ թեմա գցեմ, որ ինձ թվում է, բացի ինձնից ուրիշ ոչ մեկի հետ չեք խոսալու, ես էլ պատրաստված եմ եկել, իմ Bulls Մայկա եմ եկել։ Դու բասկետբոլիստ ես։ Ես եղել։ Բոլորս չեմ եղել, բայց գնացել եմ, հա, բասկետբոլ գնացել եմ, բայց շատ մեծ սիրար եմ, բայց երբ էլի բացահայտվեց 90-ականներին RTR-ով ցերեկը շաբաթօրը կարծեմ ժամը 2-ին ցույց էին տալիս լավագույն NBA խաղերը։ Մենակ այդ վաղտա այտենց հարմար ժամի բանաներ, որովհետև հիմա որ ուզում ես նայես, պետք է գիշերը 6-ին նայես։ Հա, նույն ճիշտ է, ձևեր կան նայելու, բայց գերեդի ֆենոմեն էլի։ Այն Մայքլ Ջորդանի լավագույն շրջանն էր, հենց այդ play-off-ներն էին գնում, երբ որ ինքը լավագույն ֆորմայի մեջ էր, ինքը այտենց ամենուր թիվ 1 սպորտսմեններ մոլորակի ու մենք էս գանված մեկ սկսեցինք այդ նայել նույնիսկ այդ պահին հա ֆուտբոլը բարձր միշտ բոլորը ավելի շատ ֆուտբոլ են նայում բայց չէ ես էլ եմ սիրել բասկետբոլ այդ շրջանը բաց թողնել չէր կարելի որովհետև այն ամենակատաղի պայքարներ Chicago Bulls-ը Utah Jazz-ի դեմ օրինակ այդ կեգլի մեգլի բաները չեմ սիրել բայց այ դրա համար հավաքվում էինք հենց գանված նայում էինք ու դուրս եկավ Մայքլ Ջորդանի ֆիլմը որը կոչվում էր Կոսմիչեսկի ջեմ ճիշտ ասած ես բան եմ արել կրկնօրինակումը արել եմ բայց չէ բայց երևի այդ ֆիլմը չի եղել ես չգիտեմ մի հատ ֆիլմում անկարում մի հատ ֆիլմ որտեղ ինքը գլխավոր հերոսն է մուլտիաշկեքի հետ է խաղում հա չէ այդ չէ հա այդ էլ տեսնելով լսի այդ էլ տեսնելով ես եւ իմ երկու ընկերները Սուրենը ու Գոքորը գնում ենք բասկետբոլի գնդակ ենք առնում գցվելով մարդը 1000 դրամ որտեղ 3000 դրամ արժեր ու սկսում ենք առավոտը շուտ դուրս գալ Կիրովի դպրոցի բակում պարապել բասկետբոլ որտեղ այնտեղ կար մի հատ գործող շիտ հա ու ընդեղ ենք հա ու այս վերջերս ինչ ռեֆլեքսիա է անում այդ թեմայով էլի ինչքան մեծ էր այդ մարդու ազդեցությունը որ Պրոստը դու իրան չկարտնես ինչ-որ իր մասի ինչ-որ ֆիլմեր, բան, այդ մի ֆիլմներ ու այդ խաղերն էին ու ինքը պրոստը իր գործը այնքան լավ էր անում Մայքլ Ջորդանը այդ բանում, որ մենք ստեղ Հայաստանում չունենալով բասկետբոլի մասին вообще որևիցե պատկերացում ոգեշնչվել էինք ինքներս մեզնով պարապում էինք մենք էլ դե հայրս հիմնականում միջին հասակի կամ ավելի շուտ շատ տարօրինակ բաներ էլի դպրոցում օրինակ երջանկանում էի որ ֆիզկուլտի դաս էր ֆիզկուլտի դասին մենք միշտ բան էինք խաղում անուն ինչա բասկետբոլ ու ես գժվում եմ բասկետբոլի համար Կյորլինգ էր ասել Կյորլինգը ինչ որտե՞ղ է դա կյանքներ դա ինչա Ես չեմ ասում, դա ինչ սպորտ է, ինչի համար է։ Ես հիմա հավաքականի խաղերին գնում եմ, միշտ բաց չեմ թողում Կյորլինգի։ Բասկետբոլի, հա։ Բայց տղասել է պարապում։ Արմքոմեցի թեման կիսա թողեցինք։ Ասա, ինչ մութ անկյուն մնա։ Այդ դեպից հետո սկիզբը էլի ոնց եղավ։ Սկիզբը եղավ, որ մենք մեր պատկերացած հաղորդումը ձայնագրեցինք արդեն DVD-ի վրա կներեք կասետներ, արդեն DVD էր ու տարանք բոլոր հեռուստատեսություններ, որ այդ բան կային։ Ու տվեցինք, որ նայեն։ Կստати ամենախելացի քայլն էր մեր կողմից, որովհետև իրանց կյանքում առաջ անգամ չեն գալիս պատմում ինչ են ուզում անել, այլ կոնկրետ ցույց են տալիս։ Ինչը բացարձակ չէր նշանակում, որ դա հավանեցին։ Հա, օրինակ շանթում մեզ ասեցին քնացեք ձեր գործով զբաղվեք, հումորը вообще ձերը չի բան։ Հմեկում հավանեցին պիլոտ արեցին, երկուսում հավանեցին պիլոտ ուզեցին, մենք նկարած պիլոտները կան, որ մեր Patreon-ին միանում կար այնտեղ կարող եք նայել։
Բայց դե այն ժամանակ մի քիչ ուրիշ ձև էին պատկերացնում բոլորը։ Միտեղ օրինակ հանրայինում տենց հասկանալի չէր ինչի պետք է երկու հատ անծանոթ ես ու Սերգեյը ելնենք վարող, հա, Այլ ոչ թե հանրայինում վարող ելնել, դա տենց լուրջ բաներ են, տենց բան, ես բոլորովին անծանոթ ինչ-որ երկու հոգի, դրա համար այդ պիլոտը որ կա, Մամիկոնին Սիմոնյան վստահ եմ ճանաչում, դա Մամիկոնն է Վիդուշին, մենք ասած կողից բան ենք անում։ ասում եք ոնց անի։ Դե մենք երկրորդական sense պերսոնաժներ ենք։ Հա, բայց այդ պետք է զգացողական լինի, այսինքն ներսից լինի։ Հա, շատ խնդալի է, էլի մենք Մամիկոնի հետ Մամիկոնը շատ մոտ ենք եկել, հա։ Ես էլ եմ ընկեր Մամիկոնի հետ, բայց վասկ բան sense մրցույթներ ենք իրար հետ անում, բայց այն ժամանակ շատ սյուր էր, էլի։ Իսկ երկուսում ասեցին որ շատ լավ է, բայց կարա իսկական քաղաքական գործիչների անուններ չլինեն մեջը։ Ինչը դե արդեն դա ուրիշ հաղորդում է, էլի դառնում է, դե մենք սկսում ենք, հա, ասենց ինչ որ տողատակերով եւ ինչ որ բաներով։ Ինչը զարմանալի էր, որովհետեւ հենց երկուսով էր, չէ՞, բանը։ Էլի մի ձայնը, որտեղ հենց չեմ հիշում այդ հաղորդումը որն է։ Դավիթը որ բոլորի ձայներով խոսում էր։ Ահա, շատ լավն է, շատ։ Ուզում ասեմ այդտեղ օքեյ էր, էլի։ Անունները տալը անվազն, հա, մի խոսքով էդի չեղավ։ Հակոբյան Դավիթը։ Հա, հա։ Մի խոսքով հմեկում է, երբ որ չստացվեց, մեր ընկեր Արտակ Ալեքսանյանը, որ շատ հասկացել էր բալետերանում, որ այդ ֆորմատը լինի, ժամանակի հետ ինքը գնաց Arnews-ի տնօրեն։ Որտեվ շատ սուրան, սուրա մտածում, ինքն էլ է սուրի մտածում։ Հա, հա, ինքը ավելի առաջադեմ բան, այդ ժանրին ինքը ծանոթ էր, էլի, ի տարբերություն մնացածների, արդեն մեզ հրավիրեց այնտեղ, բայց մինչև այդ մենք սկսեցինք իրականում ինտերնետ TV-ում, CivilNet-ը երբ որ բացվեց։ Հա, մինչև ցելեները մտնելը։ Տարի, հա, այդտեղ հաղորդում անում էինք, 2000 հոգի էր նայում մեզ YouTube-ում։ Դա քիչ չի այն ժամանակվա համար։ Ինչ որ 4000, հետո եղավ մի սեքս սկանդալ Հայաստանում եւ այդ հաղորդումը 150,000 հոգի նայեց։ Երբ որ YouTube-ում այդքան մարդ չկար։ Հա, մի անգամ հիմնականում մեզ նայում էր 2000-ից 4000 մարդ։ Բայց դա քիչ չի այն ժամանակվա համար։ Դա էլ լապ չէր արդեն, բայց դեռ շատ դանդաղ հա ինտերնետ էր, էլի, ու YouTube-ում գրանցում Ինչ լավ է, շարունակեք ստեղծագործել, որովհետև ես դա համարում եմ ստեղծագործել։ Ես դա չեմ համարում ինչ որ պատվեր անել, որովհետև շատերը հիմա պատվերներ են անում, դրա համար էլ անհետաքրքիր է, բայց երբ որ սրտից է գալիս, ես արդեն քանի տարի է իմանում եմ Arm Comedy-ից։ Մեր միսիանել հենց դա որ մարդիկ չգնեն դեսդեն։ Հա, բայց այդ հումորը անել, ամեն մարդու տոնից չի, դա շնորհ է։ Շատ հաճելի։ Ու հումորով ես դրանք բացահայտում։ Լավա որ զարգացավ այս ամեն ինչը։ Հա, մոնետիզացիան վերջապես։ Production։ Հա։ Էս մենք ստեղծել Սփինում ենք նկարում շնորհակալ ենք շատ։ Հա, նաև sense հա, վայ, տես բան կա, հաստատ լինի, որ լիքը լավ creator-ներ Spin Ideas Agency-ում իրանց պատկերացրած հաղորդումներն են անում ու բոլորի դեպքում էլի ինչ որ մասնագիտական վարվում են, ուզում են նկարեն, հա, այդ մասով որ կարողանում ենք օգնել կազմակերպել, շատ ուրախ եմ դրա։ Հա, շնորհակալ եմ, բայց ես նայի, որ հենց սկսում զրուցել, չէ՞, լրիվ անջատում է իմ մոտ, այսինքն ես չգիտեմ տարածքը որտեղ ենք, բան, ես գիտեմ երեքով ենք ու մեզ նկարում են, այսպես էլի, նաև լսում են։ Հա, նույն թիմը նաև Arm Comedy-ն է նկարում։ Նա ջանսում են մի հատ հարցնեմ Iron-ից։ Օ, օքեյ։ Իա մոտ կախել ենք Իմ իսկապես կախել է, որովհետև դե Iron Man անվան տակ ինքը Iron Man-ը մենք այնտեղ տղամարդ կա, մարդ։ Բայց կանեքին եմ։ Հա։ Ինքը տրիատլոն է ըստ էության, սպորտային միջոցառում է, որտեղ 3 սպորտ է անում, լող, հետո հեծանիվ, հետո վազք ու աշխարհում տարբեր երկրներում ամեն տարի կազմակերպվում է 100-ից ավել այդպես միջոցառում։ Բայց Հայաստանում դուք եք բերել։ Հայաստան չի եկել Iron Man-ը, բայց տրիատլոն որպես այդպեսին կա։ Iron King մեր հայկականը։ Ավելի երկար դիստանցիա։ Հա, իդեպ մերը ավելի դժվար է քան բանը, որովհետև մերինի դեպքում մենք լողում ենք Սևանում 4 կիլոմետր։ Սևանում։ Դուրս են գալի, նստում ենք հեծո։ Սևանի շրջապտույտ են գալու։ Հեծոն շատ եմ սիրում, հասկանում ես, հեծո։ Դա մեզ հարազատ բառը, հեծո, հա։ Սևանից շուրջ պտտվում ենք, ինչը 212 կիլոմետր է։ Այդ արդեն դες համարյա երեկոյա, որ ավարտում ես։ Այդտեղից իջնում ենք։ Հեծանիվով
22 212 կիլոմետր 212 Իշնում ենք ու 42 կիլոմետրը վազում ենք, դա էլ մարաթոն։ Ու եթե դու դա անում ես, դե մեր հայկական Iron King-ը գոչվում, բայց այդ միջազգային, որը կա Ironman, քեզ շնորհում են, այսպես է Ironman կոչումը։ Եվ դու ստացել ես այդ կոչումը բազմիցս։ Թե մի անգամ են ստացել։ Iron King-ն եմ արել ստեղ, Ironman-ը մի անգամ արել եմ Ամերիկայում շատ բարդ եղանակային պայմաններում, որ կենթանի հասել ենք շատ լավ էր, մի անգամ էլ Բարսելոնայում փորձել եմ, չի ստացվել։ Բարսելոնայում ինչ որ օր կա, երկար վազում են, չէ՞։ Դե վազքի բանի միջոցառումներ, այդպես մանավանդ մի քիչ տաք երկրներում կարելի ասել ամեն շաբաթ են, էլի։ Մեր մոտավոր մեր Երևան մարաթոնն է, մենք մեր մարաթոնը արդեն 10 տարի ա ունենք հոկտեմբերին, ունենք ուրիշ վազքի իվենտներ, օրինակ մայիսի 3-ին 5-10 կիլոմետր։ Այսինքն տարվա մեջ կա մի քանի անգամ։ Մի քանի հատ կա, հա։ Դու բոլորին մասնակցում ես։ Դե աշխատում եմ, հա, բաց չթողնել։ Առողջ ապրել։ Այս տարի ունենք ուղակի Սևանի շուրջ մայիսի 28-ին դա միշտ մեծ անիվներով պտույտ առանց լողալու, առանց վազքի։ Մեծ անիվներով հավաքվում ենք։ Հեծանիվներով 12 կիլոմետր այդ մրցումը կա մայիսի 28-ին, որ ուզում է։ Ես ջրի հեծանիվ եմ շատ սիրում։ Ինքը կա։ Ես շատ վաղուց չեմ ասել, կա։ Կա անպայման կա։ Լավ է։ Ինչ որ Ջերմուկում կա։ Ջերմուկ որ գնաս, ընդդեմ լիճ կա, դες կա։ Սկուտերները եկան բանալին։ Չէ, բայց դրանք կան, որ ցած։ Չեմ տեսել, շատ վաղուց չեմ տեսել։ Երևի աղմուկ չեն հանում դրա համար։ Հա, էլի տենց բայց դու ես հեծանվի մեծ վարպետ միշտ քշում է հեծանվի։ Հիմնականում այրված կեն մարդիկ ստանում այդ ջրային հեծանվի վրա։ Եվ ինչու՞ չէ հեծանվի վրա, հա։ Պաստորեն մեր սպորտը զարգանում է տենց, հա։ Հա, ավելի զարգացում եք բարձր եք պահում։ Լսի, խրախուսում է ով է այդ առողջ ապրելակերպ։ այդ մարդկանց դե կան մեր Try Club Երևան ակումբն է, որտեղ դες մեր տարիքի մարդիկ են բոլորը, ամեն մեկը իրանց ոլորտում շատ կայացած, որ հավաքվում ենք, այս միջոցառումները անում ենք, փորձում ենք հնարավորինս ավելի գովազդել, որովհետև գալիս են նոր մարդիկ գալիս են պրոգրես կա, այսինքն շատ անում են։ Ամեն ինչի հետ միասին ունենք երեխեքի համար ինչ որ բան։ Այսի 3-ին բերեք ձեր երեխեքին 1 կիլոմետր վազեն։ Բերում են ամեն տարի ավելի շատ։ Ինչ որ գալիս են, մասնակցությունը երեխաների շատ մատչելի է, ունենում ենք անվճար ամեն ամիս էլի իվենտներ, մի խոսքով գալիս են երեխեքը մասնակցում են, փորձում են տրիատլոնը նաև Սևանում ու ավելի կարճ դիստանցիաներ, ասենք 500 մետր լողում են, 5 կիլոմետր հեծանիվ են, այսինքն ինչ որ ավելի փոքր բաներ, բայց ոնց որ սկսում եմ սպորտը սիրել, որովհետև ինքը ըտեղից է սկսվում։ Ինքը այս հակառակ էս բան էլի արդեն 40-ից տղամարդիկ որ կարող են իրանց հեծանիվ թույլ տան, իրանք սպորտում ապագա չեն, իրանք բան է ուղղակի 90-ականների ֆիզկուլտն է էլի։ Հա, համաձայն եմ, բայց մի հատ բան սպորտի հետ կապված մեկ դպրոցի ֆիզկուլտներ։ Ինձ մա օրինակ որ բլոտ ենք խաղում 90-ականներին ոնց է բլոտը, այդ մի սպորտը։ տեսակ սպորտը շատ երկրորդ պլան գնաց էլի, որովհետև նախ մարդիկ ժամանակ չունեին, տենց ամեն մեկի մոտ 1000 մի խնդիր էր, քան բան ու մի հատ էլ մի քիչ այդ վերաբերմունքը կար էլի, օրինակ ինքը տենց ես որ սկսեցի վազել, ասենք մի 10-11 տարի առաջ, էլի տես մարդիկ կային տարօրինակ ինձ շատ քիչ վազորդ ուրիշ կարող է հանդիպել, բայց 90-ականներին դու շորտիկով դուրս գայր։ 90-ականներին որ շորտիկով դուրս գայր սկսել վազել, տփեին։ Հա, 90-ականներին հաստատ։ Երկար բարակ չէին խոսել, էլի կամ դու պետք է հենց ինչ որ չգիտեմ ֆուտբոլիստ լինեիր, չգիտեմ ձյուդոիստ լինեիր, որ հա, դա օքեյ է, բայց այն սիրողական սպորտ։ Ու կարևոր չի որ թաղամասում է դա։ Մեկը շորտիկով վազեի, ճիշտ ես ասում։ Դե ավելի շատ այդ արևելյան մարտարվեստներն էին, տենց հարկի։ Նարեկ ջան, գիտես ինչ հարց առաջացավ ինձ մոտ։ Օրինակ Սևանա լճում։ Քանի մետր եք լողում։ Ես կտրել եմ Սևանը այն ամենանեղ բանով, ինքը 6.5 կիլոմետր է։ Իսկ այդ տրայեկտորիա ասված է, այդ ճանապարհը ով է ընտրում։ Մասնագետները, կազմակերպիչները մրցում։ Որովհետև բայց սառնա չէ։ ես շատ գիդրա բան կոստյումով եկա։ Ես շատ եմ սիրում մեր Սևանը։ Ես միշտ եմ որ sense մենք գնացել ենք փոքր ժամանակ էլ 0.6-ով բան այդպես գնում էին քերիներս բան տանում էին նստում էին գնում էին մենակ այդ տեսարանը որ Սևանը կապույտ Սևանը բացվում էր
Իմ մոտ չգիտես ինչ էր առաջամսս, Հա, գիտես, այն բանը անցար են նշանը ու բացվեց։ քշվում էի, մի անգամից ուզում էի Բոլորիս մոտ էր ինձ։ մտնեի ջուրը։ Ու մի քանի անգամ ես ասեմ վնասվել եմ ես ջրում, այսինքն շիֆեր ա եղել, ոտս չղել եմ, չգիտես ինչ է այլն։ Վերջերս մի 3 տարի առաջ ընկերս հրավիրեց Մարտունի, ասեց բան գնացինք դե մեծ տոնա բան այնտեղ ուխտիորնա բան լավ դες վարդավառը բան մեծ ուրախ բան Մարտունիում հետո ասեց գնանք բան լողանք ասեցի գնանք բայց որտեղ է լողանք գնացինք ուրեմն Սևանա լիճնա ծովում վստահաբար եղել ես բույոկը ինչքան հեռու է բույոկը շատ հեռու է շատ պատահական հիմա Սևանա լիճնա սա այդ ափնա ուղիղ 20 մետր են կողմ 20 էլ չէ կարող է մի քիչ ավելի էս կողմ էլի բույոկն է ասեցի իսկան մոտ ասեց հա ուրեմն մտա ջուրը հիմա խեղդվում եմ ազնվորեն խեղդվում եմ ինչի որովհետև ծանրացավ ձեռքու ոտք դուրս եկա սաղ մամուր վրաս հիմա այդ տրայեկտորիան որ ասում եմ որտեղ եք ընտրում ինչ լողափ եք ընտրում որտեղից սկսել բաման Պապուտակ Սևանի լողափն է ու ձեզ ուղղորդում են բնականաբար հատուկ սպորտային բույոկներ են բերում դրվում որ դու պետքա դուրս գաս այս կողմ հետո այս կողմ որ կոյցերներ կան այնտեղ կոյցերները իհարկե կան հա ու անվտանգությունը միշտ առաջի տեղում է էլի ու ասում քեզ Սևանի տրասին հեզանիվ քշելը շատ ավելի վտանգավոր է քան Սևանում լողալը անգամներով էդի որովհետև մեր վարորդները մեկ-մեկ շատ տարբեր մարդիկ են լինում։ Ջուրը ոչ մի խնդիր, ոչ մի անգամ չի առաջացել։ Մի անգամ ունեցանք, որ բաներ, մառախուղեր ու շատ վատ։ շորժայում եք գնում, շորժայից։ Հենց շորժը չհասած ինքը մի 10 կիլոմետր է։ Որտեղ ամենախախանդ հանգիստ լողափն է դա։ Հա, հա։ Ու իսկ երբ որ լողում ենք, ոնց որ այն հակառակ ափից լողում ենք եւ ավարտում ենք այդտեղ, այդ ժամանակ էլի լոդկաներով ու մեզ ուղեկցողներ կային, ինքը դες բավականին երկար է 6.5 կիլոմետր, բայց ինչ որ բանը մեկ միշտ փրկարար կար, 6.5 կիլոմետր դուք լողում եք։ Հա։ Անձամբ լողում ես 6.5 կիլոմետր առանց հանգստի։ Թե շունչ քաշել չկա այնտեղ։ Հակառակը որ ամենավատը սկսում է որ կանգնում ես։ Չկարաս, ինչ ուզում ես արա, բայց այդ ռացիոնալ չի էլի, դες եթե դու դու Սևանում լողա, ցանկացած ծովում կարող է ինքը լողալ։ Ցանկացած շատ ավելի հեշտ է, հա, բնականաբար աղիջուրը պահում է, հա, մենք Դուբայում էլ ենք մրցումների եղել, բան, ինքս շատ ավելի արագ ես նախ լողում, բայց պահում է, մերով քաշում։ Պրոստը չգիտեմ Դուբայ, Սևան, այդ ոչ մեկը քեզ չի տալիս այն գլուխ կովալու եզակի հնարավորությունը։ Դու ամեն անգամ երախուս հետ որ Սևանին մոտենում եք, որ ասցիր Երևաց Պապանեսյան։ Հա։ Դե մենակ այդտեղ կարաս էլի, հա, մեկ էլ լավ։ Մեկ եթե բան, ինչ որ մի քիչ ավելի լողից ուժեղանանք լաման շանսնել է, արդի օրինակ ես կուզենայի, որտեղ էտել են կազմակերպում, բայց դրան շատ ավելի լուրջապես պատրաստ։ Կան լեռնագնացներ, որ այսինքն այս բարձրությունը հաղթահարեցին, այդ հա։ Կան փաստորեն լողի այդ հա, այդ հատուկ Բոսֆորն էլ են մարդիկ լողում, ինչու տենց էլի տենց համարում է չել։ Ես դες չգիտեի։ Ես իսկապես չգիտեի, ոչինչ չէ։ Այս տարի էլի լինելու է այդ ում մտքով անցնում է, եկեք այս տարի Սևան անցնելու են, ինձ ասեցին երկրորդ անգամ կանես, ասեցի չէ։ Դու շատ ձանձրալի է, էլի 3 ժամ էր։ 6.5 կիլոմետրը 3 ժամում դա լավ է հաղթահարել, այսինքն նույն բանն է անում։ Այսինքն ժամում 2.5 կիլոմետր, հա։ Դե ինչ որ հա, ինչ տես դանդաղ լետի լավ թիվ չէ էլի։ Հա։ Բայց մենք կարող ինքը ավելի շատ մարտահրավերն էր։ Գնանք նայենք երկրպագենք։ Արաբելագույնն այն չէ։ Հա, Մամիկոնն է շատ։ Այ Մամիկոնը 10 կիլոմետր, 12 sense մրցումների է գնում, ինքն է Ocean Man-ը։ Էդ էլ հա, այդ մենակ լողն է։ Հա։ Բայց ամենավատ որ ասիր կանգնելու, օրինակ իմ համար գնում է արդեն կոպիտոս այդ 3-ից 2 ժամ անցել է, ու այդ նավակի վրա անկերներից մեկն է, չես հոգնել, ասում եմ, չէ։ Մի հատ ծխի բան։ Սպորտային գելեր կան, որ տենց ածխաջրեր են, էլի, այդ ասես կարող մի հատ որ այս գելից ուտես, ինքը ոնց որ էներգիա է, էլի։ Հա։ Դոպինգ։ Դոպինգ չի, շաքար է, էլի։ Հա, լայթ։ Ոչ մի բան չկա, մաքուր շաքար է։
Այսինքն մաստի լավ լփորձեմ, մոտեցա լողափին, վերցեցի բան ու ամենամեծ սխալն էր այ կանգնելը, որ ասես կարաս կամ ամենամեծ սխալն որովհետև հենց պատկերացրա 2 ժամ նույն ռիթմով գնում ես, տակ, նույն շարժումն է ոտերը դու ձեռներ տանում, ստաբիլ ռիթմիկ 2 ժամ։ Ու հենց ես կանգնեցի էդի բան արեցի, գիտես, ինչ սուդրգաների պապան սկսեց, երբ որ 2 ոտից բոլոր մկանները միաժամանակ կծկվեցին, ու ասենց ասում եմ, ում կարա շարժվեմ։ Ու ես ընկերս խառնվեց, ասում եմ, ինչ անեմ, հանենք քեզ։ Շու ասում եմ, չէ, էլ sense վատություն ուղակի մի անենք։ Ուղակի, չէ, ոչ ոք չի կարող կանխատեսել, որ ընդհանրապես մի վարքյանով կայնելը տես կնի։ Ասում եմ, հիմա ինչ անենք, բան, ասում եմ, փորձեմ գնալ, ու ասես մի կերպ տես ցավը հաղթարելով, որ մի քիչ գնացի ու էլի ինգա այդ ռիթմի մեջ էլի բացվեց։ Բուլավկով, այն որ ասում են, չէ, հենց կծկվա բուլավկով։ Իդեպ ես բուլավկեն վերցրել եմ, ասում եմ, որտեվ դա տատս էր ասում, ես դա պրակտիկորեն չէի փորձել, որտեվ հա, լնում է, ասենք մի իկրատ կծկվի, մի բայց որ սաղ իրար հետ բուլավկով ինչ անես, դες սաղ հա, բուլավկեն այդ պահին մոտս էր։ Բայց աբսուրդ կլներ իրար փորձել։ Դες ես հաղթարելով գնում ես, հետո ընկալ այդ ռիթմի մեջ նորից բացվեցիր, էլի, բայց դու կանգնելը, դա շատ մեծ սխալ է։ Ես կհետաքրքրվեմ երբ է լինելու առաջիկայում։ Ահա, համեցեք։ Ես կուզեմ օրինակ։ Ասեմ քեզ մի քանի ամսում, եթե քո լողավազանում ասենք 4-5 կիլոմետր լողում ես, ուրեմն կարաս։ Օրինակ այդ off-road-ը բան գնացել եմ մասնակցել, ադրենալին է, օրինակ ինձ համար էլ ադրենալին Սևանա լիճը 6.5 կիլոմետր կտրես։ Այսինքն դա ու անվտանգ է, որովհետև կանգնած են էլի, եթե դու մենակով գնաս, դա իսկական վտանգավոր է։ Իսկ հիդրոկոստյումով գալիս ես, հիդրոկոստյումը քեզ մի քիչ ավելի պահում է։ Օրինակ 90-ականներին sense խոսակցություն կար Սևանա լճում կան վադալազներ, երեխեքի ոտերից բռնում քաշում են, հետո բան են պահանջում։ Ուժեղ գարացկոյ լեգենդաներից։ Չէ, հիշում եք ով է, հիշում ես դու։ Ես գրել եմ։ Ես նույնիսկ մի ֆիլմում գրել էի, ցավոք սրտի այդ տեսարանը մի քիչ փոփոխված նկարեցին, այդ այս վերջ։ Սցենար ես գրել։ Հա, հա, շատ եմ գրում, այս վերջերս դուրս եկավ Գողություն հայկական ձևով, այնտեղ դες մի հատ տեսարան կար, որտեղ այդ վադալազների միֆը լավ հումորային տենց խաղարկում էին, բայց հետո հնդիկներին եմ կարդացել, հնդիկներից։ Վերջ բայց դուրս եկա, որտեղ էդի նա էդի բաներ, որ ինքը քանի որ ֆիլմը գնում է տարբեր շուկաներ, հենց հիմնականում Հնդկաստան, լրիվ բոլորովին անհասկանալի կատակ էր էլի լինելով։ Մեր մոտ դա կպայթեցներ, որտեղ բոլորը դա գիտեն, բայց այնտեղ sense իբր ինչ վադալազներ էլի։ Ոնց որ Գանգեսում, ասենք վադալազներ լինեն, այդ չէ։ Գանգեսում վադալազը ամենադաժան մասնակցությունն է որ կարելի է։ Գանգեսում վադալազը դե բայց իրանց սուրբ ջուրն է, իրանց սուրբ տեսել ես։ Հերթական լեգենդը ու 90-ականների էլի լեգենդներ տենց կարաս հիշես։ Լեգենդներից մանյակներին Բոբո Ջաջան, հա։ Մանյակները։ Մեշո Պապին։ Ինչ որ բայց մեր մոտ դες մանյակները շատ տարածում չունեին ինձ թվում է։ Այդ վադալազների հետ կապված։ Մենք հենց երրորդ մասում, էս էլ էլի ես բաները, որ 90-ականներին անում ենք։ Այնտեղ որտեղ հիմա Շենգավիթ բժշկական կենտրոնն է։ Այ մեր ժամանակ էդի շին հրապարակ էր լքված։ Այսինքն ֆունդամենտ էր ինչ-որ փորած, մեծ փոսեր, որ տես տեղտեղ ինչ-որ ծածկած էր առաջի հարգեր, ինչ-որ գցած ու տես բրախած էր։ Ու մենք գնում էինք այդտեղ հոգիներ որսալու։ Ու տենց մի գեղեցիկ օր, էլի մեր այդ նույն կազմի ընկերներով այդտեղ գնում ենք ու խորանում ենք, արդեն այդ մութ տեղն ենք sense մտնում ու դե որպեսի լույսը լինի, մտածում դե թերթը sense լավ ծալում ենք, դե վառում ենք ու sense դուխով մտնում ենք Ինդիանա Ջոնսը։ Հա, ու ոնց Կովկասնի որ այդ թերթը, ասենք 3 վայրկյանում վերջանում է, էլի լույս չի տալու դրանից։ Ու մնում եք ոչության մեջ։ Մի քիչ sense բան արեցինք, հա, sense գնացինք առաջ ու sense ոտս դրեցի ու ընկա։ Ու sense ընկնում եմ ախպեր։ Դա շատ ոնց որ իսկական երկար է տևում, բուն ընկնել է։ Հա, ու ես այդտե հրաշքով եմ կենթանի մնացել, որովհետև ընկա մոտավորապես նույն հենց էր որ իմ բոյից ավելի բան փոսի մեջ ընկա, բայց այդ չէր, հա ոտս ահա որ sense 10 տեղից ճղված, sense արունը ֆշում է, բայց դա այդ բան չես տենում, որովհետև մութ է։ Ինչ չես էլ զգում։ Երեխեքը ոչ իմ բան արեցին, վազեցին, բան ինձ մի կերպ հանեցին ու հետո մենք տեսանք որ այդ փոսի մեջ, այ sense սաղ արմատուրա էր sense ցցված։
Այսինքն անիմաստ երկաթներ էր լցած ու ես ինչ որ հրաշքով այնց եմ ընկել որ մենակ ոտս եմ այդ երկաթներին ճղել, հա, կարար գլուխս մտներ էլի նույն հաջիկով, այդպես բանը շատ էինք էլի անում 90-ականներին, ստեղել Մոսկվայում։ Բայց ուրիշ մուտք էլ ուներ, այսինքն ուրիշ մոտեցում էլ ուներ, չէ, որ դու ընկել ես տղեկն էլ թռան այդ տղեկը ինչ որ բան իջացրին ուրիշ տեղով մտան։ Չէ, չկար, sense պրոստը ոնց այն գարաժներում յամկա կոչեցի։ յամը գնում է, հա։ Ու դե կարա 3 մետր լներ, որ հոգինակ է։ Տես բաներ շատ ենք անում։ Տես գնացել էին հոգի որոնել։ Տես բաներ շատ ենք անում։ Այդ նաև այդ պարապությունը որ կար, այդ որ դու ասում ես հեռախոսներ բան չկար։ Նաև այդ պարապությունից ինչ որ աննորմալ բաներ էր։ Որ հեռախոս դիներ էլի։ Մոսկվայում գիտես ինչ, հուսով եմ մամաս չինայի էս հաղորդումը։ Ուրեմն այնտեղ մի հատ տեղ կար, որ գնացք էր անցնում, ու ինքը ոնց որ այդ գնացքի ռելսեր փոսի մեջ էին, էլի, ասես խորներ, ու անդադ էլեկտրիշկաներ էին տեղով անցնում։ Այդ այդ վերևը ոնց որ էս փոսի այստեղ ծառեր էին բան, ու այդ ծառերից Տարզանկա էինք սարքել, հիշում եք, Տարզանկա, այսպես պարաներ, որից նա փեդ բռնում էինք, ու զալեն գնում էինք այնքան գնում գալիս էր, բայց քանի որ ուղղակի 10 մետր բարձրության վրա էդի անելը մեր համար արդեն չափազանց ձանձրալի էր, մենք սպասում ենք գնացքը գալիս էր, ու այդ վախտ էինք, այդքան որ հասցնեիք որ անցնեիք գնացքի վրով ես էլի յանի դնում ու դա գիտես քանի անգամ ենք արել ու հիմա որ հիշում եմ որ տղեսը տես բան մտքի ցերով ասներ ես չգիտեմ ինչ կանեմ բայց մենք ամենից դուրս գալը կարող վերջին բայց մենք արել ենք սկեյթբորդը ես շատ սիրում 90-ական տրոլեյբուսից բռնվում էինք այդ սկեյթբորդով գնում էինք մենք ես նույն խենթությունը արել ենք եղբայրներով խրխոյի մաս, տենց հիմա վերին Սասնաշենա կոչվում է, ժամանակ էր անում, բայց վերին Սասնաշենում մեծ ձոր է, ձոր, ու կապած է այդ տրոսա կապած, ամուր, վրան այդ ռոլիկը եւ այդ ռոլիկն էլ է, ռոլիկ որով գնում էինք, բայց դրանով, այսինքն թելով մարդիկ տուկը կամ չգիտես իրեր ինչ որ բայց թելով իջնում էին ներքև, ընդեղից բարձրացնում էին, այդտեղ ոչ ոք չէր կախվում, մենք եղբայրներով որոշեցինք տենց բան հանգստանում էինք այնտեղ, հորս որակրոջ տանը։ Վերջը որոշեցինք որ անենք դա, տենց արեցինք, ես տենց մտածեցի չէ, չեմ գնա։ Ես կոյտ անելու էի։ Չեմ գնա։ Ու ինձ գցեցի, այն մյուս եղբայրս ասեց չեմ գնա, այն մեկը ասեց ես կգնամ, բայց տրամաբանությունը անհնար էր, էլի, սենց էր տրոսը։ Մենք ստեղից չենք կարող բարձրացնել, այսինքն սենց լինի հələ բան, գնանք, այսինքն ասեց ես կգնամ, գնաց, սենց կենտրոնում կանգնեց 14 մետր հետո չափեցինք այդ բարձրությունը։ Ոնց է քիչ է։ 14 մետր ինքը 20-22 րոպե այդպես կախված մնաց։ Մեր բախտը բերեց ինքս տափակ քար էր, այսինքն տափակ քար էր տակը։ Մենք էլ որ ապաչի էինք խաղում, չգիտես ինչ է հնդկացիներ էին խաղում բանման։ Երեխաների ժամանակ 90-ականներին այդ խաղերն էին էլի բան, տենց ասացի գցի քեզ ես քեզ կբռնեմ, գցի ես քեզ կբռնեմ, բան ստակը կանգնել եմ, բան 11-12 տարեկան էր, ասի գցի բան ես քեզ կբռնեմ, տես բարձվեց ինքը իրան չգցեց, ուղղակի որ կախված էր, ձեռքերը հոգնել էր արդեն մտածեց որ ինքը հետո պատմում է, ես մտածեցի որ մահանալու եմ ուշքս գնաց։ Ուշքը գնաց ու այդ մասան գալիս է, ես ցենց արեցի փուստ ընկավ։ Մեջտեղով ընկավ, բայց գիտես ինչ, ոչ մի բան չեղավ։ Էդ էլ էլի, գիտես քանի անգամ ասացի գարաժներից մի հատ այստեղ էր, տենց քարից հետո ծորած ընկավ եւս մի 10 մետր ներքև, խոտերի մեջ արդեն, բայց այստեղ էր մի քիչ բացված։ Հիմա էլ չասեք երեխեքին, այդքան մի մտեք հեռասի մեջ եւ այլ։ Գնացեք տենց բաներ արեք։ Գնացեք տենց բաներ արեք։ Դե ինչ-որ նորմալ միջին պետք է լինի, էլի, ինչ պետք է ամեն լինի։ Հա, այդ բաների։ Շատ հետաքրքիր, ես այդ կյանքում չեմ մոռանա այդ պատմությունը։ Հետո Enver բան կա չէ։ Դիլջանցենկոմ Yell Extreme Park այդ որ բաներով իշ մեզ քինսից մը չես վախում բան։ Ինչ գիտես ես ինչ եմ արել, ինչ որ մեկի ինչ որ ճյուղից կապած թելներ էլի։ Այդ zip line-ն, հա։ Հա, էլի, դա կո ասածը այդ zip line-ը։ Բայց դու մենակ ես անում, ոչ առանց ինստրուկտոր, հա, բայց դա ով է կապել, որ ճյուղից է կապել, ափի չես խորանում։ Դու ուղղակի շու մեկը դրել է, հա, ու դու էդ ես անում, ճիշտ։
Հա, բայց Ասում եմ, լավ է, բաներ ադրենալին է, եկան, հաճելի։ Ինձ ես ուրախանում եմ դες բաներ անելուց։ Գնացքի ռելսերին կոպեկ էին դնում, Մեղ։ տափակում էր, հա, Մեխել էին դնում։ այլն է Բայց գնացքի ռելսեր որտեղ կար ձեր։ Գուցե տրամվայի։ Ռուսաստանում։ Հա, Ռուսաստան։ Ռուսաստանում երկար ապրեցիր։ Դե մի 6 տարի ապրել ենք, էլի։ Չի։ Մինչև 2001 թիվը։ 2006-ին էլ սկսեցիք ձեր գործունեությունը։ Թե ավելի շուտ։ 2006-ից կարելի ասել, հա։ Ինչ լավ է եկաք Նարեկ ջան։ Հա, ես սպասում եմ դպրոցը ավարտվի որ գամ, ես Հա, այնտեղ ես դպրոցն Հա, ես ավարտել։ բացարձակ չէի ուզում այնտեղ ընդունվել բան, ես շատ ֆիքսված։ Իսկ ծնողներդ, Դե իրանք երկու տարբերակի հետ էլ օքեյ են, որ բայց քո որոշումն է եղել վերադառնալը, ոչ թե ծնողների։ Երկու հնարավորություններ ոնց որ կար, եւ այնտեղ մնալու եւ չմնալու։ Դու որոշեցիր Հայաստան, կեցես։ Դից վերցի ես ասի կերած ես ասում։ Չէ, ուզում էի գովազդ անեի, բայց հա, բայց էլի կարող եմ գովազդ անել, որովհետև միայի դրած սուրճն է, մերսի միա ջան։ Այ, դες դες ֆախ։ Շնորհակալ եմ Սվետա ջան։ Այո, շնորհակալ եմ։ Շատ համեղ սուրճ է, որտեվ սրտով է պատրաստած։ Դու հիշում ես սերիալները 90-ականների։ Իզաուրայից սկսած։ Իզաուրան բոլորի մոտ է։ 90-ականներին չէր, ավելի շուտ էր։ Ավելի վաղ։ 89 Այո։ 90-ականներին պրոստը Մարիան էր։ Հա, էդի առաջի այտենց մեծ բաններ, որ ասում եմ, մի բան որ Չէ, ցույց էին պրոստը տալիս։ Մարիայից առաջ Իզաուրան էր։ Բագատի тоже Բագատի պլաչուտն էր, հա, ճիշտ է, պրոստը Մարիան եկավ։ Մարիաննան։ Հա, ու էդի բանը որ բոլորն էին նայում, ինչ-որ 5-ից 95 տարեկան բոլորը նայում էին, քննարկում էին, մենք դպրոցում առաջի դասարանում տակ ես չգիտեմ ինչ էր, ան Լեոնսիոն եմ դու այսուս խաղեր ենք խաղում։ Հետո Ջեյները եկավ։ Իսկ դու հիշում ես որ պրոստը Մարիան եկել էր Հայաստան։ Հա։ Այդ ես ես վերջերս Պրոստը Մարիան եկել էր Հայաստան, լավն էր։ Ուետի մյուս տատիկից բակում էր Սիլաչիում էր, որտեղ ինքը կազինոներ էր։ Դե բայց մենք այն ժամանակ փոքր էինք։ Համալիրում Մենք փոքր էինք, բայց պատոհանից նայում էի, ես տեսել եմ պատոհանից։ Այդ որ թիմներ մի հատ ասեք։ 92 կամ հա 3։ YouTube-ում կա։ Քարը բայթի 4։ Գուցե, բայց համալիրում էր։ Հա, բայց ինքը այցելել է Ոնց եք դուք կազինո, հիշում, ես չեմ հիշում։ որը հենց այդ մյուս տատիկի Սիլաչի։ Դուք սերնդակիցներով ոնց եք սա հիշում, ես չեմ հիշում։ Նարեկ իսկ ստեի դպրոցում Հայաստանի կաթի փոշի։ Լավ էլի։ Ես ինստիտուտում եմ ստացել։ Կաթ չէին տալիս ես։ Ես որ ընդունվել եմ դպրոց, այդ վաղ էլ ոչ մի բան Չէին տալիս, արդեն բուֆետներն էլ էր փակ։ Հա, բուֆետներում ինչ որ մի հատ բան կար, որը Մեր մոտ սարսափելի Ստեփան Զորյան ոչ ոք չէր դպրոցում։ օգտվում։ Քոչարի մեր դպրոցում 56։ Դեռ գործում էր։ Չէին տալիս։ Մեր մոտ ոչ մի բան չէին տալիս, եթե չէին վերցնում Ու արդեն։ Ձեր մոտը պեչիների զեյթուն։ տալիս։ Հա, 14-ի կռուկ։ 47 դպրոցներ, չէ։ Փաստորեն մեր մոտ ահագին զարգացած է։ Չէ, դե ձերը կենտրոն ա եղել էլի զեյթունի համեմատ։ Բայց գծերը կար ձեր մոտ։ Դե գծերը հա ինքը ավիշա Դավիթ անհախտ այդ մասով էր գնում, մեր ունեցի փողոցի վրա էր կամ այն ժամանակ Ջափարիձը։ Ջափարիցը։ Հին բան ասեցի, չէ։ Ջափարիցը։ Բայց հայի արյուն կար իր մեջ։ Հա, ինքը նախքին ռուսական դպրոց էր, որը դարել էր հայկական, որտեղ 91 թիվն էր։ Ու ես գիտեք ինչն եմ լավ հիշում, որ ես 91 թվին առաջի դասարանի որ բան էին անում հանրաքվե կար, չէ, այո ոչ անկախությանը, որ Անկախության անգամ առաջի դասարանցիների մոտ ինչ որ քարոզչություն էին անում, որովհետև ինչ որ մարդ էր եկել, Բայց ինչ էր առաջի մեզ ինչ որ դասարանը։ չգիտեմ ինչ էր, դե ինչ որ բուկլետ կար, Բուկլետներ էր ձեզ որտեղ բաժանում։ այո էր։ Հա, ու դուք պետք է այո գրեիք։ Մեզ բաժանել են դա, հիմա խի բան շատ չենք հասկանում, բայց հիշում եմ որ ինչ իմաստ կար էլի առաջի դասարանցիներին մեջ է թի անել, բայց անում էին։ Ոնց որ Որ տանեինք տուն տնեցիքին։ համատարած այո ասեց էլի հայաց։ Հա, անկախությանը։ այո։ Ինչը ճիշտ բան էր եկել։ Իհարկե։ Դե այլ ընտրանք չկար էլի։ Դե ուրան այդ դեպքում լավ էր, որ առաջի Դե պատկերացրա դասարանցիներին քվեարկենք ոչ։ Մեկը երկու ամսից նույն բանին էին գալու։ Սենց գոնե արժանապատվության զգացում կար։ Շատ 91 91-ին 90-ին արդեն բաները հանեցին վսկապները չէ 91-ին հանեցին վսկապները Դե Հա, ես հիշում եմ, որ
91-ին մանկապարտեզում հələ կար այդ ակտիբիոնը ինչ-որ առաջին դասարանը որ գնում էիք 10-րդ դասարանցիները ձեզ ուղեկցում հա, էին, չէ։ հա, ես Չգիտեմ, հիմա պիոներին կա, տեսել թե եմ, չէ։ բայց այդ բանում, հա, հիմա էլ կա։ Հիմա էլ կա։ Հա։ Չէ, բայց հիմա 12-րդ դասը չկա, Չէ, դե կան դպրոցներ, որտեղ ավակ ավակ ուր է ավակ։ մասնավոր դպրոցներ կան, որ Հա, այդ առումով հա, որտեղ 12 անգամ է։ եթե 12 չլինի, հա թող 9 լինի, ինչ տարբերություն։ Հա, հա, ուղեկցում է։ 9 էլի։ Հա, լավ էր, առաջին զանգ, վերջին զանգ։ Հա, բայց այն բաներից ունեցել եմ այն 10-ի դպրոցականի պիջակը, սովետական, այն որ ստեղ գիրք է։ Առաջին դասարան մենք Հա, ոնց չէ։ Ուտե ամեն մեկս մի բան գրում է։ առաջին դասարանը մենք դրանով ենք Հա, գնացել։ հա, ես էլ եմ առաջին։ Ես էլ եմ առաջին բայց վսկապ Դե չենք դու հա։ կապել։ Ես կապել եմ, ես կապել եմ, Բայց կապ Կապել Սկապ Սիբիր չենք կտանի։ 100%։ Չէ, բան էր։ Առաջին զանգ։ Հետո արդեն երկրորդ դասարից ազատ հագուստ, Հա, այդ էլ էր, ով ինչ ուներ անել։ Տետրերն էլ ստեղ էին դնում, գնում էին դպրոց։ Մեր մոտ Չէ, մեր դասը։ հենց դպրոցում բացվեց դասը։ տեյկվանդոյի խմբակ, դե գիտեք ինչ իրադարձություններ։ Աղս գրվել էինք, գնում էինք, դա ամենասենց պոզիտիվ հիշողություն։ Բայց ձեր ժամանակ ավելի, նու մեր ժամանակ էր կարատեն էր ավելի ոնց որ սենց։ Հա, հա, բայց ինչ Բոլորը որ կարապեի մի շրջան էին էդի գնալ։ տենց կիսատ հակում էր, տենց շատ չէին խոսում, իսկ դե 91-2 թվին արդեն Արդեն համեցեք, բաց։ հա։ Արդեն հետո եկավ քունգ-ֆու, ուշու, Հա։ ինչ ասես։ Մեզնից էս մի քիչ Ջյուդո, վերև ես քունգ-ֆու ջյուդո բան։ գնացել եմ 3 ամիս։ Ձերքս վառվեց չգնացի։ Ես 2 տարի տեյկվանդո եմ գնացել, հետո պես մի 6 տարի կարատե, բայց արանքը մի պահ 3 ամիս ուշու եմ գնացել։ Ուշու։ Ինչ աշխարհում նախնդալու բաներ, մենք 3 ամիս գնում էինք ու պար էինք։ Ու շարժում էի։ Նույն բանը ու բայց դա Մոսկվայում էր ու Հա, էր ինքը խորհրդավոր որովհետև չինացի էր բանը։ Իսկապես Ես չինացիերը։ վերջապես չինացու հետ էի պարապում էլի, Հա։ բայց մենք ոքի պար էինք Իրա սովորում։ բարձներ թանկ կներ։ Այդ չեմ հիշում ինչ էր։ Չէ, դե ինքը նոր էր եկել Չինաստանից, Հա։ ինձ թվում է։ Բայց այդ Անդամ լրիվ չէր գովազդ էր։ Մենք sense մի անգամ անցնում էինք ու տեսանք այն հիշում եք կունգ-ֆուի ուշուի թուրը ինչ դեռ Հա։ sense մի քիչ լեն ու sense երկու հոգի այդ շորերով չինական կունգ-ֆուի sense թրերով կռվում են, ասի դա Ես Ոնվել եմ գտել ուշուի եմ, գնալու գտել համար։ եմ, հա։ Հա, մի անգամ ես գրվեցինք, բան ինչ թուր, ինչ բան, նույն պարը, 3 ամիս, 3 ամիս։ Ասի չէ, ես աչեմ կարող հին ու բարի կարատե բերեք։ Բերեք իմ հին ու բարի կարատը։ Ոս Սիլակացի կարատեն։ Հա, ոնց չէ։ Սիլակացի Սիլակացի կարատը։ Սիլակացի Այդ կարատը։ դեպքում հասցեիր բռներ, չէ, ինչ սիլակացի կարատը։ Ահա, հա, բայց միամնացեց այդտեղ լավ իսկոտ չկար այդ խաղում, էլի։ Ինչպես եւ բլդուխը։ հետո որ ընտրվում էր որ տարբերակ ուժեղ կամաց Ահա, ճիշտ, այդ մոռացել։ հետո մեկ էլ 4-5-6 Հա, հա։ Թե քանի քանի հատ հա պետք է լինի, հա։ Այս լրիվ մոռացել եմ որ դա շարունակություն ունի։ բայց պակետ էլի մի հատ ընդհանուր Չգիտեմ, հիմա կա այդ մեր ժամանակ ուրիշ ձև էին ասում, հիմա ես ավելի կիրթ կգտնվեմ, որովհետև էկրանի առաջ ենք, բան տենց հետույք դաղոցի կա, հիմա տենց խաղում են երեխեքը։ Դժվար։ Դժվար։ Minecraft ու Էշ միլիցել չկա Էշ միլիցա էլ չկա, դու էշ միլիցա։ Բայց լավ հավալա կա բան դրա ավելի քաղաքակիրթ տեսակը։ Հալա մուլան։ Հալամուլա։ Հալամուլան ինչ էր Ետնից բարձր։ Բայց հալամուլան ինչ էր Բաքում երեխեքը այնքան շատ էին, որ իրանց քանակը պահկվոցին չէր բանանում, դրա համար ստիպված թիմերով էին։ խմբերով արդեն Այդ հալամուլան լուրջ խաղեր էլի։ Բան էիր ուզում խոսեինք երաժշտությունից։ դե հա գիտեմ որ Երաժշտությունը այն պերիոդներ, որ ըմբոստանալու տարիքներ մեր, արդեն մի 13 տարեկան չէ բան, ու դե այն ժամանակ ընկերական շրջապատում կտրուկ սկսեցինք ռոք լսել, ինչ որ Queen բան, տարբեր խմբեր, Beatles-ին մարդիկ լսում, բան, ես Queen-ի բալեշիկ էի, ու ժամանակ դե ամեն տենց բան շատ դժվար էր ճարվում, հա, ինչ որ շապիկ, չգիտեմ, պաստար, որ բանես, ու երիտասարդականի մոտ կար լեգենդար Գևորգ Ձյազյան, մեկ-մեկ վերնիսաժում էլ, ու ով որ այդ ռոք լսել է այդ բան, վստահաբար հիմա ասենց բարի ժպիտով հիշեցին ու իր մոտ կար ինչ որ տեսականի, որ կարեր ինչ որ գիրք Rolling Stones-ի մասին, ինչ որ bracelet, որի վրա գրած է Metallica, ինչ որ ատրիբուտներ էլի, որ այդպես շատ դժվար էր ու դա այդպես բաներ անում, ու ես մի անգամից
տարանջատվում էր մնացածներից, այն մյուս երեխեքն էլ ով որ տենց բան, ոնց որ արդեն շուտ անտագոնիզմ էր ձևավորվում, հա, ինչ որ հավաքվել իրար հետ, ինչ որ կռիվներ, բան, համերգներ էին լինում այս բանի մեջ ժուրնալիստների Ոնց եք իմացել Գևորգ ջաջայի մասին։ Էդի ինչ որ ձև իմանում էր, որ եթե ուներ առնվազն մի հոգի ինգեր, որ ինչ որ այլ ռոդ բաներ լսում, ինչ որ մեկը ցանց էր էլի ու դες բաներ էլի շատ մեծ բաներ, որ դու գնայր ինչ մի հատ պաստար առներ, որտեղ այդ պաստարները եսին որտեղից բերված, հա, իրանք կային ու ես նենց այդ պահը իմ համար օրինակ շատ բան է, որ ես մի հատ պաստար ունեի այն ժամանակ, հիմա իրան շատ լավ հիշում եմ, ասես վրան Ֆրեդի Մերկուրին էր ու Queen-ի գիտարիստ Brian May-ը, ասես ոնց որ երկուսով էին այդ պաստարը վրա, ու սենյակումս ինքը միշտ կպցրած էր, միջև մի քանի տարի առաջ, մի 4-5 տարի առաջ Brian May-ը եկավ Հայաստան, այդ Starmus փառատոններ, դու գնացիր հա, ինքը աստրոֆիզիկոս է, ես վարում էի միջոցառումում ասեմ ավելին, հա, ու նենց ստացվեց, որ ինքը սեպտեմբերի 5-ին էր, հենց Ֆրեդի Մերկուրիի ծնունդի օրն էր այդ օրը, ու Brian May-ը պատվավոր, ինքը աստրոֆիզիկոս է, բացի ամեն ինչից, լուրջ գիտնական է, եւ այդ օրը իրան պետք է մրցանակ շնորհեին, ու ես Ֆրեդի Մերկուրիի ծննդյան օրով հայտարարում եմ Brian May-ին, ինքը սենց հետից դուրս է գալիս, պապիկար, նույն բաց, հա, ինքը սենց հիմա ոնց էր բաներ, սենց կախարդն ինչ որ այն վլաստիլին գալիս, հա, ինքը բան դուրս է գալիս, ինքն է մրցանակը ստանալուց, ասում եմ մի քիչ տարօրինակ է, որ իմ ընկերոջ ծնունդն է, բայց ես եմ նվեր ստանում, շատ հուզիչ էր այդ բաններ, էլի, այն օրինակը Spider-Man-ի, հա, վերջում եկավ թարգմանած, ես էլ այն իմ պաստարի վրի մարդն էր, ու սենց կողքս կանգնած էր, էլի, հետո իր այդ տենց առիթ եղավ մի րոպե շփվել, ես ասեցի, որ շնորհակալություն այդ սա երաժշտության համար, որ դուք իմ պատին կպցրած եք եղել, ես դες այդքան սիրում եմ, բան։ Հա, հետո ինչ որ sense մի հատ կրուկ զամկնոս էր, sense մի հատ բան եղավ։ Այդ պաստարը վերադարձրել ես իրան։ Չէ, պաստարը բայց ինքնագիրը, հեսա որ գնանք ցույց կտամ սենյակը։ Հա, նկարվեցինք բան, բայց այդ պահն էր էլի, որ այն ինչ որ այն 90-ականների երեխեն, որ իմանար, ինքը դնում կանգնած է։ Ինչ շավես։ Հա, ու ինքը նվագեց, բան դեռ փորձին եղանք լսեցինք, դե ֆանտաստիկ երաժիշտ է, էլի, ու չտեսնված ուրախ էի Գոր Սուջանի համար, որտեղ Գորը երգեց Brian-ի հետ, որտեղ ես Գորին էլի ինքը պատանի էր այդ տարիքից եմ ճանաչում, ինքը էլի Queen-ի մեծ ֆանատ էր, ու որ ինքը որ Մատ կարողանում է էլի, եթե խնդրեք Ֆրեդիի ձայնը, ինքը լրիվ կարողանում է այդ ձայնը ստանալ։ Գորը մեկը մեկին Ֆրեդի կարանի, ուղղակի չի անում, անում է տենց ինչ որ մեկ։ Հա, բայց ինքն էլ այդ բանը որ ուներով ու ես իր համար սեզորտենում ինքը կանգնած ընդ երկում show must go on we are the champions երկում Brian and կանգնած։ Այդ սաղիս համար սուս մի հատ մեծ դարակազմիկ բաներ են։ Հիշողությունները գալիս են միտեղ, որտեղ դու հանդիպում ես այն մարդուն, ում ժամանակին երկրպագիր ես։ Շատ անուշ զրույց ունեցանք Նարեկի հետ։ Շատ անուշ Մարկարյան Նարեկի հետ։ Նարեկ ջան, բայց կբարախոսը Սերգեյն էլ նկարենք։ Հա, ես կգնամ բարախոսեմ։ Մենք կսպասենք։ Սպասում ենք, մինչև Սերգեյը գա։ Շնորհակալ ենք եղբայր։ Շատ շնորհակալ ենք։ Սերգեյն էլ կասեմ անպայման ու հիշենք այս նոստալգիան, որտեղ մեր կյանքի ինչ-որ ձևավորման կարևոր փուլ էր, իրար շատ բացասական բաներով, բայց որոնք տենց հիշողությունների ընթացքում մաղվել են ու մնացել է լավը։ Ես տենց բան էի ժամանակին հորինել եմ, որ ինձ ասում էին ոնց ես, ասում էի վատ, այսինքն մեկը լավ ամեն ինչ էլի, այսինքն 90-ականների են կուլտային անեկդոտ կար մի հատ, կուլտային էր ու ինքը այնքան կուլտ էր, ինքը նկարագրում էր այդ սաղ իրավիճակը սենց մի քանի բառով, էլի։ Որն է։ APHS, հա, կայֆա չէ, հա։ Կուլտային է։ Վարամ Սահակյանի ֆիլմից։ Հա, բայց դա ավելի լավ է ժամանակը բնորոշ է։ Բնութագրով հա չկա, ճիշտ ես բնորոշ։ Որովհետև հա, այդ պահին սաղ տարապում են, հացը չեկով, ջուր չկա, մի շաբաթ չի լողացե, բայց կայֆա։ Բայց դες մարդիկ կան, որ ասում ես ոնց ես Վարամ Սահակյանին հրավիրեք։ Հա, անպայման։ Ասում եմ, դες բան մարդիկ իսկապես կան, որ ասում եմ ոնց ես, ասում եմ լավ։
Լավ, դե որ լավ ես ասա լավ, դրա համար ես օրինել էի հակառակը, բաց։ Շատ վատ։ Շատ ված։ Նարեկ ջան, մերսի շատ ապրեք։ Մերսի գրքի համար։ Հա, մենք սպասենք ձեզ շնորհանդեսին։ Սիրո։ Շատ լավ։